Բարի օր, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Բալասանյան, սովորաբար շատ զուսպ են երկրների ղեկավարները տեսախցիկների առաջ միմյանց հետ շփվում, հատկապես երբ հարաբերությունների լարվածության գոյություն ունի, բայց երեք մենք ականատես եղանք լրագրողների ներկայությամբ շատ բաց զրույցի Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև։ Ինչով էր սա պայմանավորված։ Ես կարծում եմ պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ կուտակված հարցերը շատ էր։ Եվ չնայած մեզ հավաստիացնում են տևական ժամանակ, որ հարաբերությունները զարթոնք են ապրում, որ հարաբերություններում խնդիրներ չկան եւ այլն, որ դրանք զուտ գործընկերային հարաբերություններ են եւ այլն։ Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ դա զուտ գործընկերային հարաբերություններ չեն։ Եվ Ռուսաստանի նախագահի եւ ժեստերը եւ Ռուսաստանի նախագահի խոսքերը վկայում են այն մասին, որ հարցեր են կուտակվել եւ այս պահին արդեն եկել է այդ հարցերին պատասխան տալու ժամանակը։ Եվ իմ մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծում երկու ղեկավարների զրույցից, որ կարծես թե սա իրենց վերջին հանդիպումն է լինելու, որովհետեւ տպավորություն էր, որ բաց ով ինչ մտածում է դիմացինի մասին, այսպես բաց տեքստով ասեցին։ Եվ սա բնավ չի բխում երկկողմ հարաբերությունների դրական օրակարգից եւ ավելին սա ես կարծում եմ որոշակի առումով նաեւ նոր լարվածություն է առաջացնելու երկկողմ հարաբերություններում։ Ինչու հենց հիմա որոշեցին այսքան բաց խոսել։ Ինչու է հենց այս պահին եկել այդ պահը, այսպես ասենք։ Տեսեք, տևական ժամանակ է Հայաստանի մեդիա դաշտում անընդհատ քննարկվում է ինչ-որ հիբրիդային պատերազմի թեման, անընդհատ պտտվում է դա։ Անգամ Եվրոպական միությանն են դիմում, Եվրոպական միությունն ասում է մենք ձեզ կօգնենք, պարզ է որ անուն չեն տալիս, բայց ակնհայտ է որ չեն տալիս, բայց Եվրոպական միությունն Հայաստանի վարչապետը ասում է հյուսիսից եկող, հյուսիսում որ պետությունն է գտնվում, բնական է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ Հայաստանի այս այսպես խոսքերը անընդհատ Հայաստանի ղեկավարության բնական է որ Մոսկվայում որոշակի հարցեր է առաջանում սրա հետ կապված եւ հիմա եկել է ինչպես ասում են իրենց անունով կոչելու ժամանակը բացի այդ այս Եվրոպական միություն ԵԱՏՄ այս խոսույթը անընդհատ որ կա Օվերչուկը երևի վերջի մի 5-6 հանդիպումներում անընդհատ խոսել է այդ մասին որ եղբայր հնարավոր չի միանգամից լինել ԵԱՏՄ-ում եւ Եվրոպական միությունում եւ եկել է ինչպես ասում են ընտրություն կատարելու ժամանակը եւ Ռուսաստանի նախագահան պատահական չասեց գազի մասին Ես այդ մասին ուզում էի հարցնել Այո պատահական չասեց Ինչի համար հանկարծ հիշեցրեց Փաշինյանին Պուտինը որ թե ինչ գնով է Հայաստանին գազ տալիս Ռուսաստանի եւ ինչ գնով Եվրամիությանը Ես կարծում եմ ինքը Հայաստանի ղեկավարին ակնարկեց, որ տեսեք հիմա ինչ վիճակում է գտնվում Եվրոպական միությունը այդ քաղաքականության պատճառով եւ եթե նման քաղաքականությունը շարունակվեց եւ եթե դուք ընտրությունը կատարեցիք Եվրոպական միության օգտին, ապա բնականաբար դուք եւս ստիպված եք լինելու գազը գնել այն գնով, որ գնում է Եվրոպական միությունը Եվ այստեղ մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված դեռ հայտնի էլ չի, թե գազի ավանդական շուկաները երբ կսկսեն աշխատել։ Միակ հատվածը, որը այս պահին անխափան կատարում է իր բոլոր պարտավորությունները, դա Ռուսաստանն է, բոլորի նկատմամբ, ովքեր որ գազ են գնում։ Եվ Հայաստանը լինելով այս չափազանց շահեկան վիճակում խաղալ կրակի հետ եւ հիմա գնալ Եվրոպական միություն, որը ըստ էության դատելով իրենց ելույթներից եւ իրադարձություններից ինքն է այսօր սկսում այս խորտակման գործընթացը։ Մենք ինչ գործ ունենք խորտակվող Եվրոպական միության հետ, փաստացի։ Եվ սա է ակնարկում։ Եթե դուք ուզում եք խորտակվեք, բայց այդ դեպքում պիտի հասկանաք, որ ԵԱՏՄ-ի հետ ձեր հարցերը պետք է կարգավորեք նոր։ Իսկ ինչ է նշանակում կարգավորենք։ Պիտի դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ Պատրաստ ենք դրան։ Եվ վերջում որ Հայաստանի ղեկավարը ասում է դեռ ժամանակը չի եկել, բայց հենց հերթը կգա, հենց այդ պիկին կհասնենք, Հայաստանի ժողովուրդը կանի այդ ընտրությունը։ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է ընտրություն կատարել Եվրոպական միության օգտին, թանկ գազ, փակված շուկաներ, Հայաստան չեկող Հայաստանի բյուջեի չափ տրանսֆերներ
եւ արտաքին քաղաքական կմահաճություն եւ արտաքին քաղաքական ճաշակ։ Սրանց մեջ Հայաստան ընտրողը պատրաստ է ընտրություն կատարել։ Պարոն Բալասանյան, հիմա հիշեցի, որ նույն ձևով Փաշինյանը ասում էր, որ Արցախի հարցը Հայաստանի ժողովուրդը որոշելու, գուցե սա էլ հերթական քայլ լինելու, այո, իր կողմից, որ ինքն է որոշելու եւ մենք Սա մանիպուլյացիա ուղղակի ժողովրդի միջոցով է սա փորձարվում արվել եւ այսպես այդ մանիպուլյացիան հենց մենք չենք որոշում, դուք եք որոշում։ Եթե դուք ցանկանում եք, ապա մենք այսպես կանենք։ Աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի երկրում արտաքին քաղաքականության լուրջ եւ զգայուն հարցերում, ինչպիսին Արցախի հարցն է, ինչպիսին արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցն է, ժողովուրդը երբեք ոչինչ չի որոշում։ Դա միայն Հայաստանի մասին չի խոսք, աշխարհում ոչ միտեղ ժողովրդին չեն հարցնում արտաքին քաղաքականության ռազմավարություն գրելիս կամ ազգային անվտանգության ռազմավարություն գրելիս, Միացյալ Նահանգները չի հարցնում ժողովրդին, ինչ եք ուզում, Չինաստանին համարենք թշնամի, թե համարենք հակառակորդ կամ սահմանափակ թշնամի։ Դրա համար էլ այդ մարդիկ այնտեղ նստած են, որ իրենք հասկանան արկա խնդիրները եւ իրենք այդ հարցերը եւ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա, ոչ թե գցեն ժողովրդի։ Արցախի մասին Հայաստան ինքնիշխան է, Հայաստան ինքն է որոշում իր անելիքները հայտարարող Փաշինյանը երեք հայտարարեց, թե Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության հայտարարությունից հետո ինքը ստիպված եղել ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա արդյոք ինքնիշխան երկրի ղեկավարի խոսույթ է։ Հիմա եթե Ռուսաստանի նախագահն ասեր ուրիշ բան արեք, դա արվելու էր։ Ասենք ասեր, չգիտեմ, դրոշի գույները փոխեք։ Երկու անգամ ասեր դրոշի գույները փոխեք, երրորդ անգամ փոխելու ենք դրոշի գույները։ Սա միջազգային հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա չէ։ Եվ երկրորդ Ռուսաստանի նախագահը չի ասել ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանի ղեկավարությունը եւ ոչ միայն Ռուսաստանի ղեկավարությունը, նաեւ ԵԱԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարությունները բազմիցս են նշել, որ այո, տարածքային ամբողջականության սկզբունք էլ գոյություն ունի, բայց չեն ասել, որ միայն տարածքային ամբողջականության սկզբունք գոյություն ունի։ Չեն ասել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում առանց Արցախի կարգավիճակի։ Չեն ասել ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, շրջափակման ենթարկեք, հետո հայտարարեք, որ Հայաստանը չի միջամտելու բլոկադայի բացմանը։ Ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել։ Եվ հետեւաբար գնալ նման հայտարարությունն է, դրա համար եմ ասում, ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ սա ուղղակի վերջին հանդիպումներ եւ էլ չեն հանդիպելու։ Եվ հատկանշական է, որ տնտեսական հարցերին, եթե վերադառնանք նորից, երկաթուղու հարցը Փաշինյան-Պուտին այս բաց զրույցի ժամանակ չարծարծվեց, բայց մենք գիտենք, որ Մոսկվան շատ կոշտ է արձագանքում այդ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը այլ երկրի հանձնելու Հայաստանի իշխանության մտադրությունը, գիտենք, որ խոսքը Ղազախստանի մասին է, հրապարակ օրաթերթը իշխանական իր աղբյուրներին հողում անելով այսօր գրել է, թե Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը ծրագրվել է արևմուտքի դրդմամբ, այնտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծել Հարավ-Կովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցը։ Ու սրանով է պայմանավորված, որ ինքն է խնդրել Պուտինին, որպեսզի իրեն ընդունի Մոսկվայում, ինչի մասին Փաշինյանը նաև խոստովանել է։ Սա հավանական համարում եք, որ արևմուտքի պահանջով է Մոսկվա գնացել։ Ես չեմ բացառում, քանզի երկաթգիծը դա միայն այսպես զուտ տնտեսական ծրագիր չի։ Երկաթգիծը շատ լուրջ աշխարհաքաղաքական ծրագիր է եւ հիմա Եվրոպական միությունը իհարկե ցանկանում է, որ այդ երկաթգծի նկատմամբ վերահսկողությունը ինքը վերցնի։ Անուններ իհարկե կտան Ղազախստան, մի օր կարող ասեն Վիետնամին տանք, մի օր կարող ասեն տանք Չինաստանին, բայց բոլորն էլ հասկանում են, որ առաջինը, եթե այդ ապրանքը վաճառող չկա, ոչ ոք չի կարող դրան հավակնել։ Եվ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի եւ հետո Օվերչուկի փոխվարչապետի հայտարարությունից դրա մասին են։ Եղբայր իսկ ով է ասել, որ մենք առհասարակ մտադիր ենք դա վաճառել։ Եվ երկրորդ, մենք ունենք երաշխիք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցները չի հանի ռուսական երկաթուղիների վրայից։ Ինչպես օրինակ հանեց ռուսական նավթի վրայից։ Իսկ ով է ասել, որ երկաթգիծը հավերժ լինելու է պատժամիջոցների տակ։ Մենք ինչու ենք նոր, այսպես պայմանական ասած, ճակատ բացում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում։ Իսկ միգուցե փորձենք այս ամենը այսպես ծածուկ հանգիստ բանակցությունների արդյունքում մեր եվրոպացի բարեկամների բարեկամությունը օգտագործելով փորձենք այնպես անել, որ երկաթգիծը եւ շահագործվի եւ այս հարցը չգա օրակարգ։ Եթե խնդիրը զուտ երկաթգիծը օգտագործելն եւ շահագործելն է, ոչ այստեղ խնդիրը ուրիշ բան էր։ Սա հերթական այսպես խայծն էր, որ Մոսկվան կուլ չտվեց։ Եվ երկաթգծի կոնցեսիոն կառավարման փոփոխությունը սա թրիփի մի մասն էր ըստ էության։
Թրիպի մի մասն էր, սա իրար հետ կապված նույն, այսպես ինչպես ասում են, նույն շղթայի բանն է, շարունակությունը կամ օղակն է։ Բայց հիմա թրիփի ապագան էլ է կարծես թե մշուշոտ պայմանավորված է Իրանի։ Թրիփը ըստ էության, ինչպես ես մի քանի անգամ ասել, դեռ չսկսած կարող ենք փաստել այս բանը, որ թրիփ գոյություն չունի։ Միացյալ Նահանգները սա չի համարում իր արտաքին քաղաքական առաջնորդություն այլևս, քանզի թրիփ իրեն պետք էր Իրանի սահմանի նկատմամբ հսկողություն սահմանել եւ ցամաքային օպերացիայի ժամանակ օգտագործելու համար։ Տրամպը չելթակցնում ըստ էության, խոսելով տարբեր պետությունների տարածքներ օգտագործելու մասին։ Բայց թրիփը չստացվեց, եթե թրիփը հիմա իրեն հնարավորություն չի տալու, թրիփ իրեն առասարակ պետք չի։ Բայց ես այստեղ մի հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել։ Ռուսաստանի նախագահն ասում է Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցությունը ապահովում է Ռուսաստանի եւ այլն։ Իսկ միգուցե մենք գործ եւ Արցախի հարցը բարձրացնելով կրկին, իսկ միգուցե մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, որ Ռուսաստանի նախագահն ուղղակի ակնարկում է նոյեմբերի 9-ի արձանագրությունները չվերացնելու մասին։ Տեսեք, նոյեմբերին 25 թվականի լրանում էր 5 տարին։ Եթե 6 ամիս առաջ կողմերից մեկը չի հայտնում առարկություն, պայմանագիրը եւս երկարաձգվում է 5 տարով։ 25 թվականի մայիսին ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը առարկություն չեն հայտնել։ Ավտոմատ է երկարաձգվում։ Ուրեմն ավտոմատ երկարաձգվում է։ Այսինքն ուժի մեջ է դեռ։ Եվ հիմա այն ինչ որ Ադրբեջանով գալիս է, դա ըստ էության նոյեմբերին արձանագրություն է։ Արձանագրության 9-րդ կետի մի մասն է, մի մասը։ Եվ հաջորդը Արցախի հարցի հիշատակումը Ռուսաստանի նախագահի կողմից եւս նոյեմբերի 9-ի արձանագրության մեկ այլ մասն է։ Հետևաբար մի փոքր այսպես տողատակերի արանքում եթե մենք կարդում ենք նոյեմբերի 9-ը, ինչպես ասեց Ռուսաստանի նախագահը, ըստ էության գոյություն ունի եւ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի հաշվի նստեն սրա հետ եւ սա ընդունեն իբրև գիտություն։ Ռուսաստանի նախագահի խոսքն սրա մասին էր։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հայ-ռուսական հարաբերությունների թեման քննարկում ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։